Ողջույն, հուսով եմ երեկվա դասընթացը ձեզ դուր եկավ, կապված ճապոնական մոմերի հետ։ Կցանկանայի, որպեսզի մեկնաբանություններ էլ թողեիք, ինչ տպավորություն եք ստացել, ինչ որ ձևով օգնեց ձեզ դա կամ ինչ որ նոր բան եք սովորել դրանից, չգիտեմ։ Ամեն դեպս դա ինձ կօգնի ավելի կատարելագործել մեր Telegram-յան ալիքը։ Բացի Telegram-յան ալիքից ուզում եմ ասեմ, որ կարող եք նաև օգտվել YouTube-ից, այստեղ նույնպես տեղադրելու եմ իմ տեսանյութերը, այսինքն այն մարդիկ, ովքեր չգիտեմ ինչ պատճառներով չեն կարողանում օգտվել Telegram, կարող օգտվել YouTube-ից, YouTube-ով նույնպես լինելու է բոլոր այն տեսանյութերը, որոնք որ ներբերված են լինելու Telegram-յան ալիքում։ Ունենք նաև Facebook, так մի վարքյան, ձեզ նակը խանգարում է, մեկ վարքյան, Facebook-յան մեր էջը Magnet Markets, այստեղ նույնպես լինելու է բոլոր այն տեսանյութերը, որոնք լինելու են եւ Telegram-ում եւ YouTube-ում, իսկ TikTok ու Instagram հարթակներում լինելու են կարճ վիդեոներ, կապված թե ինչ դասընթաց պետքա լինի, օրինակ ճապոնական մոմեր, 20 վայրկյանոց վիդեո, չգիտեք ինչ է ճապոնական մոմերը, անցեք Telegram-յան ալիք, այնտեղ լինելու է ամբողջ տեսանյութը, իմ հասկանում եք դրամաբանորեն մի քիչ սխալ կներ, որպեսզի Telegram-ում բեռնենք ամբողջ տեսանյութը 25-30 րոպեանոց, TikTok-ը թույլ է տալիս, Instagram-ը նույնպես, բայց չի նայվի, ինձ թվում է դուք էլ չեք նայի այդ դեպքում։ Так, այսօր խոսանք TradingView-ի մասին, գրանցման հետ կապված ուզեմ ասեմ, ինչ որ բարդ բան չկա, փոխենք լեզուն ռուսերենի, գրանցումը, երբ որ դուք առաջին անգամ գրենք tradingview.com, ինքը բացելու է այս պլատֆորման, այստեղ գրանցումը լինելու է շատ արագ, ինչ որ դժվար բան չկա, ձեզնից կախված է լինելու հավաքել ձեր Gmail-ը ու եթե չեմ սխալվում, ուրիշ ոչ մի բան չի ուզում ինքը, ինչ որ login, parol, չգիտեմ։ Այստեղ շուկաներն է, futuresները, ոսկի, գազ, նավթ եւ այլն, կրիպտո, էդի եսը ցույց կտամ ոնց է օգտվելու, ստե պետք չի ինչ որ բան անել, այստեղ բրոկերներն են, բրոկերներ ձեզ նույնպես պետք չի գա, քանի որ եթե որոշել եք Binance, Bybit, OKX այդտեղ աշխատեք, իրանք հենց տրամադրում են ձեզ եւ պլատֆորման եւ իրանք հենց բրոկերն են եւ գրաֆիկական պատկեր, այսինքն դուք կարողանում եք մուտք գործել իրանց сайт, գրանցվել ձեր տվյալները անձնական, չգիտեմ, անձնագիր եւ այլն ու միանգամից կարողանում եք հետ իրենց սայթից զբաղվել trade-ով, գործարք բացել, փակել, իսկ եթե որոշել եք մտեք ամերիկական շուկա կամ ոսկի, նավթ, չգիտեմ, գազ trade անելու համար բրոկեր պետք է ընտրեք, որոնցից ինձ թվում է լավագույնը FX Pro-ն է, ես օգտվում եմ մինչև հիմա, լավ է, դժգոհություններ չկա։ Առաջատարներից, բայց այնտեղ, եթե չեմ սխալվում, հենց հասելուց վրա Capital Broker-ն է, բայց ճիշտ ասած ես չեմ օգտվել, չգիտեմ, դրա համար խորհուրդ չեմ տալիս։ Ուրեմն, բացի դրանից դե նաև ունենք պատվիսկաներ, սա նախատեսված է, ես ձեզ ասեմ միանգամից, սա ձեզ պետք չի, քանի որ եթե նոր եկեք, քանի որ դուք դեռ պետք է գումար աշխատեք, այնուհետև նոր գումար ծախսեք ինչ որ բաների վրա, այսինքն էկրանը 3-4 սաատ, չգիտեմ, այնտեղ ասենք ինտերնետը չանջատելու ինչ որ բլոկներ մարդիկ, որ սկալպինգով են զբաղվում, իրենց դա պետք է։ Իսկ հիմա դες ուղղակի ուզում եմ այնց կարճ համառոտ ներկայացնեմ պատվիսկեն, այսինքն եթե գումար տակ, ինչ եք ստանալու այդ գումարի դիմաց։ Տեսնում եք այստեղ այս փոքրիկ քառակուսի նշանը, սա կարողանում է ինքը գրաֆիկան կիսել։ Այսինքն եթե խփեք երկուսի վրա, ինքը կիսվել է, չի կիսվում հիմա, որովհետև ինքը պատվիսկա է ուզում դրա համար։ Երկու հատոնց գրաֆիկայի համար, օրինակ մեկ $13 ամսական, բայց ուշադրություն դարձրեք, անպայման լիքը մարդիկ, ես վստահ եմ գումար են կորցնում, չգիտակցելով թե ինչի համար են իրանք վճարում։ Նայեք, այստեղ գրած է nugget, այսինքն 1 տարվա համար։ Հիմա այստեղ գրած է $13, լիքը մարդիկ ես տեսել եմ նույնիսկ ասել են ջան $13 հեսա վճարում ենք ու մի տարվա համար ու չեն նայել որ այնտեղ վճարման տեղը երբ որ քարտով պետք է նայեք լավ սխմեմ որ հասկանաք
Ստեղ գրում է կանոնազգանուն, քարտային տվյալներ եւ այլն, այստեղ էս $155, այսի չեն կարդում։ Կամ մարդիկ կան օրինակ կարդում ու չեն հասկանում, ասում են ես ինչ $155, մենք այնտեղ տեսել ենք 13 քարտային տվյալներ գրանցելուց հետո $155 թքում են ներկայացության համար, ուղղակի ուզում եմ սենց մաքսիմում ոնց որ ժարգոնով բան անեմ, խոսեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, ոչ թե ինչ-որ տես գրագետ ինչ բառերով։ Դրա համար սեղմում ենք նա месяц, ամսական, այք ինը փոխվավ։ Տարին ու ամսականը։ Ամսականով, եթե ցանկանում եք, բայց ասում եմ դեռ պետք չի։ Դեռ պետք չի։ Ինչ է տա ուսա ձեզ։ Երկու հատ գրաֆիկական պատկեր միաժամանակ, 5 հատ ինդիկատոր միաժամանակ բացում եք, 5 հատ индикатор ձեզ ընդհանրապես պետք չի գալու 10000 исторические բառեր, 10000 պատմական բառեր, այսինքն պատմական մոմեր, այսինքն 10000 մոմ հետ է թակ։ Դա էլ ձեզ ընդհանրապես պետք չի։ 10 հատ միաժամանակ բացվող գրաֆիկա։ Նայեք, ուրեմն իրանք այսպես մի hello քաղաքականություն են վարում, իրանք գիտեն, որ դուք կարող եք չվճարել մի քանի հատ էկրան բացելու համար, դրա փոխարեն մի քանի հատ այսպեսի page բացեք, ու այստեղ օրինակ օգտվեք օրական գրաֆիկայով, այստեղ ժամ, այստեղ 5 րոպե չի անցնում։ Մի քանի րոպե անց ինքը կանգնեցնում է էկրանների գրաֆիկաների աշխատանքը։ Ինձ թվում է այդքանը հասկանալի է։ Ու այստեղ կարող եք փոխեք մութ, չգիտեմ, ես չեմ կարողանում օգտվել, մի տեսակ հաճելի չի, բաց եմ օգտվում, դուք կարող եք փոխել։ Այստեղ գարեշիկը, չի, հա, այստեղ բանը, այսինքն իրանք հատուկ sense մի քանի կնոպկեքով կարող եք սեղմեք միաժամանակ էսի ինչ բացեք, դա էլ ձեզ պետք չի։ Ընդհանրապես դա ձեզ պետք չի։ Այստեղ կներեք նա sense մեծացնեմ։ Так, այստեղ կա տարգավազ, իմ մոտ պրոստը այստեղ դուք չեք տեսնում, բանը բացվե, տեսանյութը որ ձայնագրում եմ, խանգարում ա որ տարգավազը սխմեմ։ Հիմա այդ տարգավազը սխմեմ, դզեմ էկրանը ու ասեմ ինչա սա։ Նայեք, օրինակ եթե դուք աշխատում եք Binance-ի հետ, ու որպեսի այստեղ անալիզ չանեք, հետո չանցնեք Binance եւ այլն, այսինքն միած թե Binance-ը սխմեք, միած թե գինը նայեք, հետո հետ գաք ստե գինը նայեք, չխճճվելու համար ինքը տալիս է հնարավորություն, խփում եք Binance-ի վրա, պատկերուչից եք տալիս, հավաքում եք ձեր login parole-ը, որը որ հավաքում եք Binance մուտք գործելու համար, եւ միանգամից կարողանում եք այստեղ նայել ու այստեղ trade անել, բայց չգիտեմ, ես չեմ անում տենց, խորհուրդ չեմ տալիս, ու էսի իրանց պլատֆորման է, ասենց ասեմ, այսինքն դուք կարող Binance-ում ինչ որ գործարք փորձեք բացեք, չստացվի, գրեք իրանց support-ին ու ասեք, որ գործարք ենք բացում, այսինչ ժամին չբացվեց։ Իսկ եթե ստե TradingView-ով դուք բացեք, պետք է միաժամանակ երկու support-ի հետ արդեն կռիվանեք եւ TradingView-ի եւ Binance-ի, դրա համար խորհուրդ չեմ տալիս միանգամից բացեք։ Так, ինչ ունենք ստե սիմուլյատոր ռինկը։ Էսի շատ կարևոր գործիք է, եթե ուզում եք փորձեք ձեր, գիտեմ ոնց ասեմ, ստրատեգիաները, կարող եք արդյոք ինչ որ մի բան ստացվում է, թե չէ, ինչ որ հազա բանը գտե, թե չէ, սրա համար կտրում եք այս էկրանը ու ասեմ, էսի աշխատում է, եթե փող չեք տվել, պատվիսկա չեք առել, էսի աշխատում է միայն օրականի վրա, այլ time frame չի լինում։ Օրինակ, սխմել եք, ուզում եք հասկանալ գինը գա հասնի ստեյկը ջարդի, թե չէ, սխմում եք պուսկ, ու այստեղ կարողանում եք արագացնել, դանդաղացնել եւ այլն։ Լավ բան է, եթե ինչ որ ստրատեգիա եք գծել ու ուզում եք մի հատ backtest-ի վրա փորձեք, սա ամենա լավ գործիքներից մեկն է, բայց ցավոք սրտի անվճարը միայն օրականի վրա։ Հաջորդը։ Սա նրա համար է, ասեմ, սա նույնպես փողով է, այսինքն անվճար պատվիսկայի դեպքում թույլ չի տալիս, սա լավ գործիք է, այսպես ասած, օրինակ եթե դուք ձեզ հետաքրքրում է Ethereum-ը կջարդի այս զոնան, թե չէ, բայց հոգնում եք ամեն վայրկյան կամ ամեն օր նայեք, դրա տեղը ոնց որ alert եք դնում, այսինքն оповещение, որ այս ինչ գնի սահմաններում, նայեք, խոսքի условия цена, пересечение снизу вверху, այսինքն նայեք, հիմա խոսքի сверху вниз, վերևից ներքև է գալու ու նշում եք ժամը եւ այլն, որ ես ուզում եմ այսինչ ժամին, եթե զմակարդակը ջարդվի, ասենք ձեն հանի նոթբուքը կամ չգիտեմ, հեռախոսից եւ այլն, նշում շատ կարեւոր բան է։ Այսի պեջի ինդիկատորներ վերաբերյալ ստե
Հավաքում եք այն ինդիկատորները, որոնք ձեզ պետք է, օգտագործելու ենք RSI ամենահայտնիներից մեկը, որը ցույց է տալիս շուկան գերգնված է, գերվաճառված է, դիվերգենցիա, դրանց մասին կխոսանք մի ուրիշ անգամ։ Ես հիմա ուզում եմ ներկայացնեմ ինչ է իրենց ներկայացնում trading view-ն։ Կավական մարդիկ, ովքեր չեն կարող օգտվել կամ օգտվում են ոչ լիարժեք, ուզում եմ մանրամասն ցույց տամ։ Օգտագործելու ենք վոլյումները, чистый объем, եթե հեսա չէ։ Объем։ Օգտագործելու ենք վոլյումը, ծավալը, սա ամենակարևորներից մեկն է, նույնիսկ կարամ ասեմ, ես գիտեմ լիքը մարդկանց պրոֆեսիոնալ, ովքեր ընդհանրապես ոչ մի ինդիկատորների չեն օգտվում, միայն օգտվում են սրանից, սա ինդիկատոր չի։ Սա ցույց է տալիս շուկան ինչ վիճակում է, ինչ է կատարվում, օրինակ նայեք, եթե մակարդակ գծենք ստեղ, սա ցույց է տալիս, որ շուկայում բոլորը այդ բային շորթ են արել, վաճառել են, այսինքն շուկան տրամադրվել է վաճառքի, ոչ մեկ չի ուզում գնի, բայց այս մակարդակը չի ջարդվում։ Ասենք սա սիգնալ է, որ ստեղ լուրջ գնորդ կա, որը չի թողում գինը իջի ներքև, ու գինը հելում է վերև։ Այդպիսի օրինակներ շատ են լինելու, դրանց մասին մանրամասն կխոսանք։ Հիմա այս RSI-ը անջատեմ, ինդիկատորներից օգտվելու ենք նաև EMA-ից, EMA-ն էլ սկսել շատ կարևոր ինդիկատոր է, ես ընդհանրապես օգտագործում եմ սա երկարաժամկետ ինչ-որ անալիզի համար, կոնկրետ trade-ի համար չեմ օգտագործում, объемն էլ ջնջեմ, դրանց մասին կխոսանք հետո։ Հիմա մեր մոտ ճապոնական մոմերն են, այստեղ կարող ենք փոխենք բառեր, որոնց մասին առաջին տեսանյութում խոսում ենք, տեսնեք բառերը ձեզ ոչ մի բան չի ասում։ Հաստատ դուք չեք օգտվի սրանից, այստեղ կա դատարկ մոմեր եւ այլն, ուղակի գծեր, բայց մենք օգտվելու ենք ճապոնական մոմերից։ Աջ կլիկի դեպքում, նայեք, եթե հետ եք գնացել ու հոգնում եք հետ գաք դեպի իր ներկա վիճակը, ինչ գնի վրա է, ընդամենը աջ կլիկ ու զբրոսից հստայինի, всё։ Настройки-ի մեջ այստեղ կարողանում ենք փոխել մոմի գույնը, ասենք սերի, չգիտեմ, կանաչ, բայց սրանք էլ ձեզ ընդհանրապես պետք չի։ Աշխատեք ստաբիլ, կարմիր կանաչով, հետագայում արդեն որ ձեր ձեռը բացվի, ձեր աչքը սովորի մակարդակներին, թրենդերին եւ այլն, արդեն այդ ժամանակ կարող եք էքսպերիմենտներ անեք, գույն փոխեք մոմերի։ Սա time frame-ներն են։ Time frame-ների մասին էլի կրկին կլինի մյուս տեսանյութերում, շատ կարևոր թեմա է, time frame-ը ցույց է տալիս ինչա կատարվում այս պահին, օրինակ այս մոմը ցույց է տալիս մի օրվա մոմ, թե մի օրվա մեջ ինչա կատարվում, նայեք մեկ օրվա մեջ, ասենք 9% իջել է, լավ եկեք սկսենք ստեից, օրինակ այս մոմը, այսօրվա մոմը ցույց է տալիս, որ այսօր բարձրացել է 1.66%-ով, բայց ինչ ձևով է բարձրացել, այսինքն բարձրացել է, իջել է, բարձրացել է, թե միանգամից, ասենք մի հատ կռուպնի խաղացող գնել է։ Դրա համար սխմում ենք, հիմա ստե օրականն է, մի հատ օրականի կողքը սխմում ենք избранный, որպեսզի միշտ ինքը լինի, օրինակ 4 ժամ, 1 ժամ, 5 րոպե մոտ գործելու համար, այստեղ կարող ենք նշել նաև շաբաթական ավելի մեծ գլոբալ անալիզ անելու համար, նայեք բոլորը արդեն բացվեց։ Սա մեկ օրվա մոմ է, եթե փոխենք շաբաթական, պատկերը փոխվում է, դեռ շաբաթվա ավարտին կա 4 օր 7 ժամ ու տեսեք ինչ փոքրիկ մոմ է։ Օրականի դեպքում մեծանում է 4 ժամը, արդեն 4 ժամը մի քիչ մանրամասն ցույց է տալիս ինչ է կատարվել այդ օրվա ընթացքում։ Սա մինչև ժամը 7-ը, սա 3-ը։ Իսկ ժամի դեպքում այսպես փոխվում է 5 րոպեանոցը, դե բարձավ ապշեմ մանր բաներ, մի նայեք ես գծերին, էսի ուղակի Ethereum-ի մի այլ բան ենք բացել, դրա համար սենց է։ Գեբեր էլի ինքը, դրանց մասին էլ կխոսանք։ Սա time frame-ների վերաբերյալ։ Այստեղ դուք կարող եք նշել օրինակ Ethereum-ը համեմատական ինչի վերաբերյալ։ Սա շատ կարևոր թեմա է, շատ կարևոր, որը որ ես չեմ տեսել, որ հայ թրեյդերները չգիտեմ, խոսան սրա մասին։ Օրինակ Bitcoin-ը ռուսները ասում են կորելյացիա, ինչի հետ է կորելյացիա անում, այսինքն եթե նավթը բարձրանում է, Bitcoin-ը իջնում է։ Ինչի, որովհետև երկուսն էլ համարվում են ռիսկային գործիքներ, եթե աշխարհում տիրում է պատերազմ, չգիտեմ, ես վերջում օրինակ Իրանը խփում է Ամերիկային, միանշանակ նավթն է բարձրանում, նավթը։ Իսկ եթե նավթը բարձրանում է, այդ ժամանակ արդեն մարդիկ կոպիտ ասած թքած ունեն, թե Bitcoin-ի վրա, Ethereum-ի վրա, բոլորը վաճառում են իրենց Bitcoin-երն ու Ethereum-ները ու գնում են նավթ։ Իսկ եթե ուզում եք համեմատեք, օրինակ Ethereum-ը ոնց է, ոսկի չգիտեմ, նավթի հետ շարժվում, sense գրում եք օրինակ Brent, օրինակ, դա նավթն է էլի ամերիկյան։
Ու այստեղ ցույց է տալիս, նայեք, օրինակ նավթը բարձրանում է, էթերիումը իջնում է։ Լրիվ հակառակ շարժ։ Սա շատ կարևոր թեմա է, շատ կարևոր։ Դրանց մասին խոսանք արդեն, թե ինչպես են գտնում մակարդակները, ինչպես են գործարք բացում, ինչպես են ինչ որ հիմնավորումներ գտնում գործարք բացելու համար։ Դա բոլորը մանրամասն խոսալու ենք դրանց մասին։ Այստեղ նշում եք, թե ինչ եք ուզում, օրինակ Ethereum-ը նայեցինք, BTC, նույն Bitcoin-ը, կարող չգիտեմ, Solana, եթե սիրում եք, Solana, նշում եք այն, ինչը ուզում եք, նայեք, հետևեք, trade անեք։ Հիմա անցնենք գործիքներին։ Trendline, որը շատերը օգտագործում են այսպես, հիմա աշխատում է, բայց շատ հայտնի trader Legender Jack Schwager-ը, ով գրել է տեխնիկական անալիզը մոտ 800 էջ, մարդ ասել է, որ Trendline-ը շատ լավ աշխատում է post factum, այսինքն եթե հետ ես նայում, պատկերացրեք, հիմա այս պատկերը չկա, մեկ վայրկյան, սիմուլյատոր, չի կտրում, դավես ամետ, սենց փորձենք, նա չի զանվը, օրինակ, բացացող trend, նայք, օրինակ կտրում ենք ստեից, պատկերացրեք, դուք այս կեսը չեք տենում, ու չգիտեմ, որոշում եք Trendline գծեք, նեք չգիտեմ, այսենց, չգիտեմ ինչա կատարվելու, ու խոսքի գինը, նայք, պատկերացրեք այս քանը, դուք դնում եք ու գինը մի պա ջարդում աստե, ու դուք ստե շորտ եք մտնում, օրինակ այսենց, չգիտեմ, կամ լավ սենց, ու գինը վերջում չի ջարդում, այլ բարձրանում է ու կպնում է ձեր ստոպին, ոնց որ այստեղ։ Դրա համար Trendline-ը ես այդքան էլ խելամիտ չեմ համարում օգտագործելը, եթե դուք ուզում եք կարող եք օգտագործել, ես հաստատ խորհուրդ չեմ տա ու իմ դասընթացների ընթացքում հաստատ չի լինելու Trendline-ով գործարք բացել, որովհետև եկեք խոստովանենք, որ սա ինչ որ Minecraft չի էլի, որ սենց չգիտեմ գծենք, գրենք, ջնջենք ու ասենք վերջում ինչ-որ մի բան ստանանք, չէ, պետք է լինի սա մաքուր, համառոտ, հիմնավորված, կա մակարդակ, smart money կոնցեպտով եք աշխատում, հարց չկա, կա order block, համատեղում է ինքը մակարդակի, համատեղում է քանի տոկոս հավանականություն կա, որ կաշխատի այս ստրատեգիան, այդպես ենք աշխատելու, checklist ալգորիթմ գրվելու է, օրինակ մոտ 90%-ով աշխատելու է այս գործարքը, մտնում ենք հետեղ, всё, չի լինելու ինչ որ Trendline, ջարդից մտնում ենք, ինչ է նշանակում ջարդից, օրինակ ստեղ, այսի աշխատեց օրինակ խոսքի էլի, բայց ինչ է այսի նշանակում, ստե ոչ գին կա, ոչ բան, ես ինչա սարը հելնում, ինչ է, ես կարող եմ ասեմ, որ դա աշխատել է այս պրինցիպով, ստեղ կա range-ը օրից մի օր ջարդվում է, ջարդվել է range-ը, դրա համար զուտ այդ Trendline-ը աշխատել է, բայց հələ նայեք, range-ի մեջ դուք այստեղ գործարք չեք բացի, հիմա ինչ եք դուք այստեղ գործարք բացում, այդ պահով ինձ թվում է հասկացանք, սրանք չեք օգտագործելու էլի ձեզ պետք չի, օգտագործելու է Trendline մակարդակ գծելու համար հորիզոնական մակարդակ միայն դեպի աջ, այսինքն ձախը, չլինելու որպես ձեզ չխանգարի, սա պետք է կոնկրետ ինչ որ տեղից մակարդակ գծելու համար, այսինքն ստեից, ձեզ պետք է ստեից, որ հիշեք, որ այս մակարդակը գծվել է այս երկու մոմի հիման վրա, դուք գծելու եք ստեից, դրա համար, սրանք պետք չի մեզ, անցանք, Fibonacci, խոսանք սրա մասին, կօգտագործենք, չնայած որ Fibonacci-ն էլ դեռ հաստատում չի, որ դա քո գործարքը բացվելու է, ճիշտ է բացվելու, բայց դրա մասին խոսանք, օգտագործելու ձևը, ինչ ունենք ստե, Կարոկա Գանա, gain box-ն է, premium zona, discount zona, սա խոսանք smart money կոնցեպտը բացատրելու ժամանակ, սա եւ Fibonacci, որոնք հիմա մեզի պետք չի, պատերներ, սրանք ձեզ ընդհանրապես պետք չի, սրանք գծվում են ինչ որ տեսել եք երևի պատերները հայտնի, այդ գալավապը գլուխ ուսեր, չգիտեմ դրոշ, մրոշ, դրանց համար կամ ինչ որ Էլիոտի ողներ, դա հիմք չի գործարք բացելու համար, հիմք լինելու է smart money սովորելու ենք, օրինակ, չգիտեմ, մի վարքյան, օրինակ ունենք այստեղ order block, ունենք աշխատեց, ինչի հաշվին աշխատեց, որ օրինակ ունենք այստեղ նաև մակարդակ, նայեք, մակարդակ, էսի, սա դիսբալանս է, imbalance չէ, այսինքն fair value gap չի, որը դուք գիտեք, սա disbalance է, այսինքն նայեք, ինքը գինը եղել է խախանդ, երկու մի մոմով կրակել է վերև, կա հզոր մակարդակ, կա աշխատել է order block, աշխատել է մակարդակ պլյուս order block, 90%-անոց հավանականություն է, որ ձեր գործարքը կկատարվի, մնացածը արդեն
ձեր հոգեբանությունն է, որ ճիշտ տեղում կմտնեք թե չէ, ռիսկերի կառավարում 1% 0.5% եւ այլն։ Սա օգնում է գործարքը հաշվելու համար, այսինքն ինչքան է լինելու ձեր ստոպը, ինչքան է լինելու ձեր take profit-ը, որտեղ եք ֆիքսելու ձեր շահույթը։ Շատ հետաքրքիր մի բան են ես վերջում փոխես l-ն ու s-ն, սա նոր են, իրանք փոխել ավելի է հեշտ ասում ձեր գործը, սա short, l long, այսինքն s-ն վաճառում եք, long-ը գնում եք։ Նա sense անենք, դել short։ Անցանք առաջ։ Պետք չի սրանք դիապազոն ցեն վատ չի, հա, էսի ցույց է տալիս ինչքան է, ինչ որ ժամանակահատվածում քանի տոկոսով աճ է, դա նույնը կարող եք անել նաև սեղմելով այս կանոնի վրա կամ shift-ը սխմած բայեք ու ձախ կլիկ, shift սխմած բամեք ձախ կլիկ ու շարժում եք։ Սա գրելու համար է պետք է, քանի որ պատկերացրեք դուք մակարդակ եք գծել, ինչ որ fair value gap եք գտել, գինը այսքանը դեռ չկա ու պետք է հասնի ստե բարձ, այսի մի քանի օրվա գրաֆիկա է, դուք չեք հիշելու ինչի հիման վրա եք սա գծել, օրինակ գրելու եք գծել եմ մակարդակ fair value gap-ի հիման վրա, всё, ու պահպանվելու է սա, մտնելուց հիշելու եք ու ինչի համար եք մտել, այստեղ կա մատիտ գծելու համար, marker, այսպես նշելու համար, այս ստրելկիքը եսիմ այդքան էլ պետք չի, գծագրություն չենք անելու ստե, սա զոնաները նշելու համար է, կարանք լենացնենք, նեղացնենք, շատ լավ գործիք է, ես ամեն օր օգտագործում եմ, տրայեկտորիա, կարևորներից մեկը, market structure-ը, շուկայի ստրուկտուրան գծելու համար, ամենակարևորներից մեկն է, եթե եսի չգծենք օդի մեջ ստրուկտուրա հաշվենք, հիմա աչք է, ինչ-որ մի բանից վրիպի, սա սմայլիկները չի տա, որ ստե կավա խնդակ ուլեք, որ չի ստացվե գործարկս, կարակ տենց հումորի համար անեք, увеличить մասշտաբ, սա մասշտաբը մեծացնում է, էլի ձեզի պետք չի, մասշտաբը մեծացնում է մակնիկի այս ռոլիկի միջոցով, մագնիս շատ կարևորներից մեկն է, դնում եք սլաբը, ձեզ ուժեղ պետք չի, որպեսի նայեք, հիմա ես ուզում եմ օրինակ մակարդակը գծեմ այս փոչից, բայց հիմա չգիտեմ, ես ճիշտ եմ գծում թե չէ, նայեք, փոչից չի կպել, մագնիսը ինքը կպցնում է այդ փոչից, նայեք, դժվար է, արդեն մկնիկը գնում, ինքը ավտոմատ սենց սխմելու է այդ փոչից կպցնի, ուրեմն սա ճիշտն ասած մոռացել եմ նույնիսկ ինչը, продолжить, լավ, հասկացա ոնց որ, օրինակ սա այսա, ինքը փակում է ձեր ամբողջ գծագրությունները, սեղմելով բացում է, իսկ եթե փակենք, ինձ թվում է կարանք օգտագործենք, չէ, չստացվեց, ուրեմն ես չեմ հիշում, թե սա ինչի համար է, եթե դուք հիշում եք, մեկնաբանություններում կնշեք, խոսանք դրա մասին, նույնը նաև այսը չեմ օգտագործել, պետք չի, դες ջնջել էլ պարզ է, ջնջում եք, բայց ջնջելը կարաք նաև ջնջեք այս սրա միջոցով, օրինակ, մի քանի բան եք գծել, որպեսզի բոլորը հերթով չջնջեք, ընդամենը դալից դրի օբյեկտը ու всё։ Պլատֆորմաներ, ստե կոդիրովկեքնա պլյուս եք դնում ու նշում եք օրինակ ինչ եք ուզում, Solana, Bitcoin, Ethereum, որպեսզի չդնեք ամեն անգամ այստեղից մանգակ, ձեր ուզածը լինելու է այստեղ, սխմելու եք Solana-ից տեղափոխվեք Bitcoin, Bitcoin-ից Ethereum։ Այստեղ որոշ նորությունները, գրաֆիկական պատկերներ, ցույց է տալիս շուկան տրամադրված է վաճառելուն թե գնելուն, մեկ է որոշ ինֆորմացիաներ կարճ համառոտ, եթե ուզում եք ինչ-որ նորությունների հետևեք եւ այլն, բոլորի մասին խոսալ ենք, որ սայթերից ենք օգտվում, որ լրատվամիջոցներից, որպեսզի հասկանանք ինչ կարելի է ակնկալել շուկայից։ Դե էսի էլի նույն ալերտն է, այսինքն ապավիշենը որ դնում եք, որ գնի ժամանակ ինչ լինի, այստեղ երևի թե ամեն ինչի մասին խոսացինք, մի հատ փակեմ, մի հատ էլ ես նայեմ, բայց երևի թե խոսացինք, հա, բոլոր ինչը որ կարևոր է, անհրաժեշտ է, բոլորի մասին խոսացինք։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ բացի Telegram-յան ալիքից ունենք նաև YouTube-յան էջ, ունենք YouTube-յան էջ, տեսանյութները, որը որ վերնելու ենք Telegram-ի մեջ լինելու են նաև այստեղ եւ Facebook-ում կներեք, էլի սենց անեմ, կարող եք հետևել Facebook-ում եւ YouTube-ում, իսկ Instagram եւ TikTok հարթակներում լինելու են կարճ տեսանյութեր, այսինքն
ինչ է ճապոնական մոմը, անցնելով Telegram-յան կամ YouTube-յան կամ Facebook-յան էջ, այնտեղ արդեն մանրամասն լինելու է թե ինչ է ճապոնական մոմը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Ճիշտն ասած, տեսանյութերի քանակից արդեն հասկացա, որ մարդկանց հետաքրքրում է։ Մեր դասընթացները շատ լավ է, շարունակեք այդ տեմպերով, չհիասթափեք, ու ամենակարևորը, ես նորից եմ ասում, շատ հնարավոր է, որ ձեզ այս ինֆորմացիան ոչ մի բան չտա, շատ հնարավոր է, բայց անվճար է ինքը։ Ես չեմ պահանջում գումար, չգիտեմ, չեմ ասում գրանցվեք մեր էջին, որպեսզի ստանաք ինչ-որ միլիոններ եւ այլն, որը որ հիմա շատ տարածված է։ Ամեն ինչ անվճար է, կարող եք սովորել, ուղղակի ես անում եմ որպես հոբբի։ Եթե նկատել եք իմ բոլոր տեսանյութներն ու թե TikTok-ում, թե Telegram-ում, ես տեղադրում եմ երեկոյան կամ առավոտյան։ Իսկ ամբողջ օրվա ընթացքում, այսինքն ցերեկը ես զբաղվում եմ իմ աշխատանքով ու թրեյդինգով, ցերեկը ու երեկոյան։ Դրա համար ես ասում եմ, էլի մարդ ոնց կարող է լինի եւ day trader եւ ուսուցիչ եւ դաս տա trade-ի։ Ու չես կարող դու օրվա մեջ եւ trade անես եւ դաս տաս։ Դու կամ դասը դու ես կամ trader ես։ Ես trader եմ։ Իսկ ես ամբողջ ուսուցողական ծրագիրը զուտ ուղղակի հոբբի է։ Հոբբի, այսինքն այն ինչը գիտեմ ես, ուզում եմ որ չգիտեմ, նաեւ իմանաք դուք։ Զուտ ոչ թե բարեգործական, այլ հոբբի է։ Ես ձեզ սովորացնելով շատ հնարավոր է նաեւ սովորեմ ես ինքս կամ ինչ որ ես ինչ-որ մի բան մոռացել եմ, վերհիշում եմ։ Այսքան մի բան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, կհանդիպենք մյուս տեսանյութներում, չհանձնվեք, դեռ շատ բաներ ունենք քննարկելու։